Դուք ճանաչում եք Միքայել Կիտեսովին։ Ինչ հարաբերությունների մեջ եք իր հետ։ Մտերիմ հարաբերությունների մեջ ենք 4-3 տարի կլինի արդեն Հայաստանում չի 2007 կամ 8 թվերին ենք ծանոթացել ու մտերիմ հարաբերությունների հետ ենք։ Անունիսյան կբարձրաբանի խորհուրդների մանայտում մասին է խոսքը։ Հա, մարդա դե հիմա, էսա կբարձրաբանում, իսկ նրա եղբոր հետ ինչ հարաբերություններ ունեք։ Առհասարակ շփում չունեմ, չգիտեմ նաև որ եղբոր մասին, որտեղ իրանք 4 եղբայր են, 4-ից միայն Միքայել Կիտեսովն է ինձ հարազատ։ Մասնավորապես Ալեքսանդր Կիտեսովի մասին։ Առավել ևս իրա։ Շատ լավ, ամեն դեպքում ես ուզում եմ հստակ լինի, որ խոսքը նախկինում մի քանի անգամ քրեական հետապնդման ենթարկված եւ մեղավոր դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձանց մասին է խոսքը։ Ներողություն, Կիտեսովի մասին։ Այո, երկու եղբայր։ Միքայելը մի քանի անգամ դատապարտված չի։ Խնդրում եմ վերահաստատեք, որ մի քանի անգամ ինքը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Իվարկան։ Մեկը 2 անգամ էր, մյուսը 1 անգամ։ Սա ասեմ ով քանի անգամ։ Այո, Միքայել Կիտեսովը գիտեքում մասին։ Չէ, Միքայել Անունիսյան խորհուրդ։ Այո, Միքայել Կիտեսովը մի անգամ կողոպոտի համար։ Անունիսյան խորհուրդ պնդում եմ որ մենք ոչ մեկս չգիտենք ինչի մասին է ու մասին։ Հա, ասեք որ հասկանանք։ Դե եղբայրներ են Միքայել եւ Ալեքսանդր Կիտեսովներ, Ալեքսանդր Կիտեսովը 2 անգամ է դատապարտվել, Միքայել Կիտեսովը 1 անգամ կողոպոտի համար, իսկ եղբայր Ալեքսանդր Կիտեսովը դատապարտվել է 2 անգամ, մի անգամ ծանր մարմնական վնասվածք պատճառելով, մյուս անգամ ըստեյության մեքենաներ ջարդուփշուր անելու համար։ Միքայել Կիտեսովի դատվածության տարին 2002 կամ 3 թվականն է, 22 տարի առաջ դա էլ շեշտենք պարոն Յոնիսյան, ես էլ եմ Միքայել Կիտեսովը կողոպոտի համար, այո, 20 քանի տարի առաջ։ Լավ, հիմա ես մի քանի Ձեզ հայտնի է իրենց կապը Քոչարյանների ընտանիքի հետ, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի, Սեթրակ Քոչարյանի։ Միքայելի անունից կարող եմ ասել, որ որևէ կապ չունեմ։ Լավ։ Դուք հաստատում եք, որ ձեր հեռախոսի համարը, որը որ դուք ենթադրում եմ օգտագործում եք եւ ներկայացրել եք ձեր բարեվարկության հարցաթերթիկում գրանցված է Միքայել Կիտեսովի անունով։ 2008 թվականից հենց էլ ծանոթացել ենք մենք Միքայել Կիտեսովի անունով ինձ թվում մի քանի հազար համար կարող է գրանցված լինել, ինքը այդ ժամանակ հեռախոսահամարների վաճառքով էր զբաղվում եւ իր անապազորյա հացներ վաստակում, մենք մի քանի ընկերներով իրանից հեռախոսահամարներ գրանցեցինք ու եթե չեմ սխալվում, չեմ էլ փոխել հեռախոսի համանախափոխություն չենք արել։ Շատ բարի, Ալեքսանդր Կիտեսովը օրինակ համացանցում Ռոբերտ Քոչարյանի հետ նկարներ ունի, տենց բավականին գրկա Հայաստանի քաղաքական դաշտի հետ կապ չունի։ Չէ, նկատի ունեմ իր լուսանկարներով բացարձակ հետաքրքրված չեմ եղել, մենակ հիշում եմ, որ երբ որ այդ լուսանկարը եղավ, այո, մարդիկ ցույց էին տալ իրար, ասում էին, տեսեք, ով է դա նկարվում, իմ համար միևնույն էր ով է դա նկարվում, որտեղ իմ ընկերը Միկան է, ոչ թե Ալեքսանդրը։ Շատ լավ։ Ձեր ընկերը Միքայել Կուտուսովն է։ Իր օրինակ Չէ, բայց ներողություն, այդուհանդերձ միջև իրեն ավելի մանրամասն անդրադառնալը երևի դուք էլ հաճախ հետևում եք այն քննարկումներին, այդ թվում մարտի 1-ի փաստահավաք հանձնաժողովի կողմից, երբ որ փորձում էին հասկանալ, թե ի վերջո ովքեր էին այն անձինք, որոնք որ Երևանում կազմակերպել էին մեքենաների հրկիզումները, զանգվածային անկարգությունները եւ փորձում ենք
Եվ փորձում ենք հասկանալ, թե տանձինք ովքեր են, ինչ կապ ունեն, եւ հիմնական վարկածն այն էր, որ այդ անձինք իշխանությունների հետ փոխկապակցված անձինք են, որոնք հատուկ կազմակերպել են հրկիզումներ եւ տարբեր տեսակի ջարդ, որպեսզի հիմնավորվի արտակարգ դրության հայտարարումը։ Այդ քննարկումները գոնե ենթադրում եմ հեռուստացույցով տեսել եք։ Շուտքան տարբեր տեսակի քննարկումներ եղել եւ Ես ներողություն եմ խնդրում, մի վարքյանով ստուրջ վերցնեմ ու գամ։ տարբեր քննարկումների այո լսել եմ, բայց կրկնում ու վերահաստատում եմ պարոն Լեոնիսյան։ Մենք մտերիմ ենք Միքայել Կիտեսովի հետ, ով ելի եմ կրկնում 3 կամ 4 տարի առաջ լքել է Հայաստանը, իր ընտանիքի հետ Միացյալ Նահանգներում ապրում։ Ալեքսանդր Կիտեսովից ինչ-որ հարցադրումներ տալով, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանեմ։ Դուք ասում եք, որ շատ վաղուց ընկերական հարաբերություններ ունեք Միքայել Կիտեսովի հետ, իսկ տեղյակ եղել եք, որ նրա եղբայրը հենց մարտի 1-ին հրկիզումներ չէ, տենց մեքենաների ջարդ ու փշուրի մասնակցած անձ է եւ դրա վերաբերյալ ստեղծան ընդունված ակտեր կան։ Ես գիտեմ, որ ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվել, բայց ինչի համար երբ ոնց չէ։ Միքայելը գիտեմ, որ 2000-ականների սկզբին է ենթարկվել։ Շատ լավ, գանք Միքայել Կիտեսովի քաղաքական հայացքներին ես օրինակ այստեղ ինքը հայտարարություն է հրապարակել Հայաստան առանց Նիկոլի, ինքը հաջան, խնդրեմ, Ներողություն ինչով է։ Չէ, խնդրեցին, որ նենց Խնդրում եմ վերադառնային փոխանցեմ, եթե հաջորդը նորից Միքայել Կիտեսովը ես մեջբերում եմ իր հրապարակումից։ Նիկոլ Փաշինյանի թուրքական իշխանությունը պահող յուրաքանչյուր ոստիկան մի առանձին թուրք է։ Ստեղ եկեք հստակեցնենք, որ խոսքը ոչ թե իշխանության մասին է, այլ ոստիկանության ծառայողների։ Ուրեմն իշխանությունը առանձին թուրք է, ու թող որևէ մեկը չարդարանա, թե ինքը պետական շահի համար է ծառայում։ Դա ընդհանրապես ճղճին աշխատավարձի համար հայրենիքն ու բարոյականությունը ծախել է։ Սա հայտարարել է ձեր 20 տարվա ընկերը։ Ինչ կասեք այս հայտարարության մասին։ Ես ելի եմ վերահաստատում, որ իմ հեռախոսը համար իր անունով գրանցված է 2008 թվականից։ Մենք մտերիմ հարաբերությունների մեջ ենք, այո, եւ բացարձակ որևէ տեսակի կապ չունի իր քաղաքական հայացքները իմ պաշտոնավարման հետ։ Նույն այդ անձնավորությունը 2018 թվականին տեսագրությունները կա։ Առաջինն էր հրապարակում իր ընտանիքի հետ եւ աջակցում էր նաեւ 2018 թվականի իրադարձություններին։ Դրանք էլ ես եթե առիթ եղավ կփոխանցեմ իրան, որ ձեզ փոխանցի։ Այսինքն իմ համար միևնույն է եղել իմ հեռախոսի համարը ում անունով որ գրանցված է ինքը ինչ ձևակերպումներ է անում, անգամ լինելով մտերիմ, իրար առիթների նաև լինելով։ Ես ընկերներ ունեմ, որոնք ինչ տեսակի հայացքներ կարող են ունենալ ինձ վերաբերելի չեն։ Նույն ձև աշխատել եմ դատախազությունում, երբ որ այլ հայացքներ ունեին այլ ընկերներ, նույն ձև աշխատում եմ հիմա պարոն Լեոնիսյան։ Եվ վերջիններից ձևակերպումներն ու հայացքները որևէ ձև չի կարող առնչություն ունենա իմ աշխատանքի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բայց դուք այդուհանդերձ իմ հարցին չպատասխանեցիք։ Իմ հարցը նրա վերաբերյալ էր, թե որն է ձեր վերաբերմունքը այս հայտարարություններին։ Դուք եւս մեկ անգամ հաստատեցիք, որ ինքը ձեր ընկերն է վաղուց 2008 թվականից, դուք եւս մեկ անգամ շատ ուրիշ բաներ ասացիք, բայց չասիք ձեր վերաբերմունքը ո՞րն է։ Ձեր վերաբերմունքը ո՞րն է այն արտահայտության հետ, որ մարդ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտպանող ցանկացած ոստիկան մի առանձին թուրք է։ Ես այդ նույն ոստիկանների շահերը պաշտպանողն եմ եղել տարիներ շարունակ, պարոն Լեոնիսյան, ու քաղաքական խիստ չեզոքություն եմ դրսևորել ու զսպվածություն, որևէ ձև հնարավորություն չունենալով մեկնաբանել որևէ քաղաքական բան։ Շնորհակալություն։ Ես կարող եմ, բայց ես չլսեցի ձեր կարծիքը այս պնդման հետ կապված։
Ձեր կարծիքը ձեր ընկերոջ այս գրառման հետ։ Շատ լավ։ Հարց ունեք, Պարոն Յունիսյան, հարց ունեք։ Եթե ուրիշները հարցում են, ես հետո Հարց ունեք։ Ունեք հարց։ Ես մի հատ հարց ունեմ։ Համեցեք։ Ուղղակի մի վայրկյան խնդրեմ սպասել։ Ես դեռ մի հարց քանի քննարկում եմ։ Դուք որպես հավաստող բան ունեք, որ այս ձեր ուղևորությունը դեպի Մոսկվա դուք եք վճարել։ Չէ, դուք դա արդեն մի անգամ ասացիք, որովհետեւ հավաստող, չգիտեմ, վճարման անդորագիրը որ տուրիստականին որ դիմել ենք, այո, կարող ենք ասենք, որ մենք ենք այդ գումարը տվել, կինս է զբաղվել այդ հարցով։ Միանշանակ որևէ այլ անձ ես ինձ թույլ չէի տա ինչ-որ մեկը իմ համար ինչ-որ բանաներ, որ գնայի հասնեի ակետից բեկետ պարոն Յունիսյան, դες բնավորություն չունեմ։ Ինձ մնա գործողն էլ իմ հաշվին կգնա։